Եկեղեցու զանգերն ազդարարում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ժամերգություն է, անդաստանի արարողություն, ապա տոնական Սուրբ Պատարագ։ Հավատով ու աղոթքով հարյուրավոր քրիստոնյաներ, նաև արտասահմանից ժամանած հյուրեր Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում են։ Քրիստոնյաները նախ հաղորդություն են ստանում, ապա միմյանց փոխանցում Քրիստոս հարյավ իմեռելոց հաղթական ավետիսը։ Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված եկեղեցում Հարության Սուրբ Պատարագի խորանն այս տարի ևս շքեղ է զարդարված։ Հարության հրաշափառ տոնին հավկիթները կարմիր են ներկում, որը խորհրդանշում է Խաչյալ Հիսուսի կենարար արյունը։ Հազարավոր հավկիթներ օրնվում են, հասնում հավատացյալների տներ, ամբողջացնելու զատկի տոնական սեղանը։ Սելի Տիկին Ծառուկյան, Աստված թող ձեզ առողջություն եւ երկար կյանք տա, մեր գլխից անպակաս լինեք։ Աստված պաշտությունը ձեր կերպարն է եւ դա զարդ է ոչ միայն ձեզ համար, այլ նաեւ մեզ բոլորիս համար։ Մանավանդ որ մենք բոլորս շփվելով ձեր բարի հոգու հետ, նաեւ ճաշակում ենք ձեր նվերները եւ այս ամենով հանդերձ պայծառանում եւ զորանում է նաեւ մեր Աստված պաշտությունը։ Եվ հազար փառք Աստծո, որ Աստված մեզ ձեզ է շնորհել, պարոն Ծառուկյանին է շնորհել եւ ձեր ընտանիքը եւ մենք քաջալերված ձեզանով եւ միմյանցով մեր հայրենիքով ապրում ենք Աստվածպաշտության լավագույն ապրումներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հաղորդության խորհրդով ամեն կիրակի այս եկեղեցում մասնակցելով։ Այս եկեղեցին մեր հայրենիքին մեծագույն նվեր է եւ ոչ միայն հայաստանցիների, այլ նաեւ համայն հայության համար, որտեղ աշխարհի բոլոր ծայրերից գալիս են այստեղ պսակադրվելու եւ մկրտվելու։ Եվ իսկապես մենք պիտի շատ աղոթենք ձեզ համար, սիրելիներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, շատ աղոթենք Ծառուկյան ընտանիքի համար եւ խնդրենք, որ Աստված դարձյալ ասեմ, առողջություն եւ երկար կյանք շնորհի մեր գլխից անպակաս լինեք։ Ռոզա Ծառուկյանի մաղթանքը մեր ժողովրդին ու աշխարհի քրիստոնյաներին մեկն է՝ խաղաղություն։ Մեր ժողովրդին կասեմ հետևյալը, շնորհավորում եմ Զատիկը, ցանկանում եմ երջանկություն, աշխարհին խաղաղություն, մեզ էլ համբերություն ու աշխատասիրություն։ Աստծո որդու խաչելությամբ եւ մահվամբ քրիստոնյա ժողովուրդը արժանացավ հավիտենական կյանքի։ Ով հավատում է ինձ, մահից հետո կապրի ու կարժանանա հավիտենական կյանքի։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։